մենք հիմա կապի մեջ ենք։ Ողջույն, Բորիս։ Ասես մի հատ սինդրոմ կա, որը կոչվում է ինքնակոչի սինդրոմ։ Ես չեմ սիրում խոսալ տենց բաներից, որ է։ Ես գիտեմ։ Այսպես ասած, աստղայինը տարելա։ Ինչ քիչ բան եմ անում, ավելի շատ է պետք ինչ որ գնալ առաջ։ Մեզ տպավորություն ոնց որ հոկեբանի մոտ եմ եւ Այդ անկեղծության հարց չի, բորա, դա նախ անտակտություն է, ներեցեք։ Այո, այդտեղ համաձայն չեմ։ Մենք շատ հարցերում համաձայն չենք։ Մեր մասնագիտության մեջ բոլորը շատ ազատամիտ են եւ ինչ ասես անում են եւ Ես նախ ուրիշ ձև էլի մեն պատասխանեմ, նախ պետք չի տենց մտածել, Բորիս։ 15 տարեկան, չգիտեմ 14 տարեկան, որ համայրը կիսամերկ տնից դուրս են գալիս։ Որովհետեւ իրանք հենց այդպես մեծանում են, հասկանում ես, իրանք մտածում են, որ դա է ճիշտ։ Ինչի՞ ես գնացել ընդունվել Երևանի պետական համալսարան եւ ավարտել միջ բաժինը։ Վերջ։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, կարող եք կենտրոնանալ, գնալ մի հատ հարմար անկյունում տեղավորվել, ուշադրությունը սևեռել ձեր էկրաններին, որովհետև մենք հիմա կապի մեջ ենք։ Եվ իմ այսօրվա հյուրն է գեղեցկուհի, դերասանուհի, երգչուհի, իմ ընկեր, սիրուն աչքերով աղջիկ, այն սերիալի մեջի աղջիկը, մի խոսքով Մերի Քոչարյանը, բարև Մերի։ Ողջույն, Բորիս։ Ինչպե՞ս ես։ Ընտիր դու ոնց ես։ Շատ լավ եմ, շատ լավ եմ։ Այսօր քո հետ խոսալու ենք դերասանությունից, քեզնից, ինձնից, երգից, մի խոսքով, ինչպես ես միշտ ասում եմ, ինչից ուզենք դրանից էլ խոսալու ենք, որովհետև մեր ձեռն է։ Մի հատ պատմի, նու ես գիտեմ, բայց որ մնացածն էլ իմանան, ոնց ստացվեց, որ դու հայտնվեցիր այս ոլորտում դերասանական։ Ինչից սկսվեց ամեն ինչ, որ տարիքից։ Իրականում ես վստահ չեմ, որ դու գիտես։ Ես գիտեմ ուսումնասիրել եմ, չէ։ Հա, ուսումնասիրել ես, լավ։ Ուրեմն, եթե չեմ սխալվում, առաջին անգամ երբ որ նկարվեցի, եղել է հանրային հեռուստաընկերությունում, ամանորյա ծրագրում, ֆիլմեր, 2 մասանոց։ Ինչ էիր խաղում։ Արուսիկի կերպար էի խաղում, ընտանիքի երեխան էի։ Ինչ էիր խաղում, Արուսիկ։ Արուսիկ, խաղում էի Արուսիկ, ընտանիքի ոնց որ երեխան էի։ Ու նենց լավ դերասանների հետ էի խաղում, ուրախ էի շատ, որ այդ փոքր տարիքում։ Հետագայում փոխվեցին դերասանները, բայց ինչ արած հիմա։ Ոնց ստացվեց, մի անգամից դուրս եկավ այդ ամենը։ Բոր շատ իրականում, որովհետև այն ինչ կապված է հեռուստատեսության, երգելու, խաղալու, անգամ վարելու հետ ինձ շատ դուր է գալիս։ Առասարակ տեսախցիկի հետ կապված ամեն բան։ Այսինքն գոհ ես, որ շարունակել ես։ Շատ գոհ եմ։ Ավելի շատ սիրում ես եւ հաճելի է զբաղվել երգով, թե դերասանությամբ։ Այս հարցը միշտ տալիս են։ Միշտ դժվարանում եմ պատասխանեմ, որովհետեւ Միշտ տալիս են կարելի է ինչ-որ պատասխան մտածել, չէ՞։ Չէ, դա էս, որովհետեւ չկա որը հստակ պատասխան։ Նայ, ես որ երկուսն էլ սիրում եմ, ինձ համար դժվար է պատասխանել, որովհետև եթե ես մի բանը մի քիչ սիրեմ, ես չեմ անի, այդ չեմ զբաղվի դրանով, հասկանում ես։ Եթե ես տենց ակտիվ զբաղվում եմ, ուրեմն ես դա սիրում եմ։ Բայց եթե շատ խորանանք, եթե տենց շատ տենց պետք է ինչ-որ պատասխան, դա չասեմ տենց։ Ասա, չէ։ Չէ, դա զուտ նրա համար, որ ես 4 տարեկանից դրանով եմ սկսելու առասարակ ինչ-որ պահի միտք չի եղել դերասանության հետ կապված, բայց երգը միշտ է եղել իմ կյանքում։ Փոքր տարիքից զուտ այդ փաստից ելնելով, բայց այնպես չի որ ինձ ընտրության առաջ դնեն կկարողանամ ընտրել։ Բայց ինչու՞ արդարանում, օքեյ է։ Չէ, ես ուղղակի նեղվում եմ այս հարցից։ Հա, նեղվում ես։ Հա։ Լավ։ Էլ չենք տա այդ հարցը։ Նեղացրիր։ Կներես։ Լավ, մի հատ այս թեմայի ուզում անդրադառնանք, քանի որ այդ խնդիրը շատ եմ նկատում մեր հասակակիցների մեջ, շփվելով մարդկանց հարց ու փորձանելով իմ մոտ էլ կա այդ խնդիրը, ասես մի հատ սինդրոմ կա, որը կոչվում է ինքնակոչի սինդրոմ։ Հեսակ բացատրեմ ինչ է, եթե չհասկացա ռուսերեն ասեմ սինդրոմ սամազվանցը, չգիտեմ կարող ասեն սամոտ լինի։ Այդ է նաև որ մարդուն թվում է որ ինքը գտնվում է մի տեղ, մի միջավայրում, ինչ որ բանի է հասել, որ չպիտի լիներ տենց։ Ավելի կոնկրետ բացատրեմ ինձ, հենց ինձ, սարօրինակ չեմ բերում։ Շատ դեպքերում միշտ թվում է որ ես նկարահանվում եմ ինչ որ հայտնիություն ունեմ մարդիկ ինձ սիրում են քիչ է արել ինչ որ բան ոչ թե քիչ եմ արել այլ ինձ թվում է որ ուղղակի իմ բախտն է բերել որ տենց է ու հեսա կանցնի չգիտեմ 2 շաբաթ եւ այդ ամեն ինչը չի լինի որ ես իրականում արժանի չեմ այդ ամեն ինչին չեմ արժանացել ինչ որ իմ շնորհքի շնորհիվ այսպես ասած չեմ ասել դրան ուղղակի բախտս միամիտ բերել է տենց ա եղել տենց բան նկատել ես կոմոդ երբևէ ես նախ ուրիշ ձև էլ իմ պատասխանեմ նախ պետք չի տենց մտածել Բորիս այ հիմա դրա համար ենք քննարկում հա չէ երբևէ չի եղել այն տողը որ ուրեմն իմ բախտն է բերել նախ ես առասարակ չգիտեմ ինչի մեջ մտածում եմ բախտը չի բերում կյանքում սկսենք այդտեղից բայց
Բայց եթե անկեղծ այդ տողը պետք չի, կարծում եմ ըստ իս, եթե ինձ հարցնում ես որպես ընկեր, ասեմ, որ պետք չի այդպես մտածել, որովհետև առհասարակ ըստ իս, եթե ցանկացած մարդ ինչ որ կետի է հասնում, ինքը պատահաբար չի կարող այդ կետին հասնել ու մանավանդ հաջողել։ Կարես հասնես, բայց եթե դու հաջողում ես այդտեղից, դու հաջողում ես։ Ըստ իս պատահաբար չես կարող այդտեղ լինել այդ կետում։ Ուրեմն դու դրա համար ջանք ես խնել, ու ջանք ես դրել, ու անպայման չի դա լինի հենց այդ բան։ Կարող է դու 4 տարեկանից ես սկսել ջանք ու եռանդ չես խնայել, սկսել ես ամեն ինչ, որ այսօր ես կետում լինես։ Նես տպրությունը ոնց որ հոկեբանի մոտ եմ։ Հա, ջղայնացա որ տենց ես մտածում։ Խորհուրդներ են տալիս։ Հա, իրականում չէ, բայց իրականում դա ինչ որ տենց հոկեբանական սինդրոմ, չգիտեմ, ոնց ասեմ, մասնագիտական տերմին չեմ ուզում օգտագործեմ, որովհետև գլուխ չեմ անում, բայց շատերի մոտ կա, ու ուզում եմ իմանալ քո կարծիքը, օրինակ ինչից կարա լինի, քանի որ դու չունես մի քիչ կողքից հայացքով, երբ որ նայես այդ հարցին, ինչից կարա լինի, ինչի՞ համար։ Այդ երևի անինքնավստահությունից, որովհետև դե հա, փաստորեն բաներ է բացահայտվում, տես։ Չէ, դե որովհետև որ ըստ իս, եթե դու քո վրա վստահ ես, չեմ ասում, որ դու, ասենք, չգիտեմ, այստեղ ես, ասես ես այնտեղ եմ։ Բայց եթե դու հստակ գիտես քո ուժը, դու ինչ կարող ես անել, քո տաղանդը, չգիտեմ, քո աշխատասիրության չափը եւ այլն, դու չպիտի դե այդտենց մտածես։ Օրինակ իմ մոտ կա որ քիչ եմ անում։ Այդ բանը կա որ վայ ինչ որ ինչ քիչ բան եմ անում, ավելի շատ է պետք ինչ որ գնալ առաջ, ավելի շատ բաներ է պետք ուսումնասիրել։ Այդ կա իմ մոտ վերջին շրջանում։ Այսինքն դու նկարահանվում ես, երգեր ես թողարկում, տեսահոլովակներ ես թողարկում, չգիտեմ, բլոգ ես վարում ու գնում ես երեկոյան պարկում ես տանը, ասում ես այսօր ոչ մի բան չեմ արել, հա, ինչ ավելի լավ։ Չես հավատա, բայց ամենա իմ պիկ ժամանակաշրջանում, երբ որ ես մի քանի կողմով տարբեր բաներ եմ անում, սենց եկել եմ տուն, ու սենց մտածում եմ, որ ես ինչ քիչ բան եմ անում։ Մի րոպե ինչ անեմ, որ ես ինչ քիչ եմ աշխատում, ես ինչ քիչ բան եմ անում, ինչի եմ ազատ մի ժամ։ Ինչ որ սենց գործընկերներ ունես կողքից, ինձ թվում է նորմալ է, որ տենց մտքեր են գալիս, մեզ նայելով։ Հա, ձեզ եմ նայում ու տենց տարբեր մտքեր է գալիս։ Լավ, իսկ եղել է տենց պա քո կարծիքով կամ չգիտեմ միգուցե տենց կողքից արձագանք ես լսել մտերի մարդկանցից որ այսպես ասած աստղայինը տարել է չգիտեմ ինչ որ շատ է սկսել քեզ հավատալ եւ սիրել նայ այդ երբեք չի եղել որ մտերի մարդիկ կամ մարդիկ ովքեր ինձ գոնե կիսով չափ շանչում են ասեն այդ տողը բայց անծանոթներից գրառումների տեսքով եւ այլն լսել եմ այսինքն մարդիկ ովքեր ինձ չեն ճանաչում այդպիսի բան կա չէ ինձ թվում է քո դեպքում էլ կլինի ու ցանկացած մարդու ով որ էկրաններին ներվում է մարդիկ կան ովքեր առանց ճանաչելու մտածում են որ այդպես կլինի ու տենց ֆիքսում են դա որպես փաստ ու այդպես են մոտենում քեզ ու անգամ եղել է դեպքեր երբ որ այդ մարդիկ ինձ չեն ճանաչել տենց են մտածել հետո ինձ հանդիպել են ինչ երկու բառ խոսել ենք ինձ անձամբ ասել են որ վայ ես մտածում էի որ դու սենց ես ինչ որ այս տեսակ ես եւ այլն բայց պարզվեց այդպես չի այդ խնդիրը իրականում կա իրանք այստեղ նայ այստեղ մեկ էլ այստեղ մեր հետևորդներն են նստած են այդտեղ ես երբեմն պատասխանում եմ իրանցից սկսում եմ շփվել ու իրանք ինձ լսում են հա դե պատտվի էլի մի հատ հա էդ է հիմա ցեզ ժողովուրդ իմ մոտ էլ խնդիրը կա որ օրինակ շատ են ասում դուսը քեզ տեսան քայլում էր այդ գորոզը իր այդ ոնց էի նայում մարդկանց ես ուղակի տենց տապոր դեմքի արտահայտություն ունեմ որով միշտ ես ապրում եմ ինքը տենց դեֆոլտ է էլի զավացկոյ է ինքը այսպես ասած հետո մի հատ էլ բան ասեմ ինձ էլ են ասում լուրջ քայլում ես ասենք մենակ դու ժպիտով ես քայլում քո հետ Չէ, ես Սենց լիմա, բայց չէ մեկը սենց քայլի։ Ու շատ նաև դեպք կա որ ծանոթ մարդ տենա դուրսը բարևի չտենամ ուղղակի։ Դրա պատճառով տարել է։ Ինչպեսին է մերին տանը։ Այ ինձ սենց հարց է հետաքրքրում, որպես երիտասարդ աղջիկ ես, լավ ես պատրաստում ինչ-որ ուտելու բաներ։ Հա, բավական։ Ստացվում է մոտդ։ Իսկ ասենք հաճախ է լինում տենց միջադեպեր, օրինակ որ ասենք չգիտեմ, մամային ասես, այսօր մամ դու հանգստացի, չգիտեմ, ես այսօր նախաճաշ ճաշընթրիկ ես եմ պատրաստում, այսօր բան գործեր ես եմ անում։ Մի հատ պատմություն պատմեմ, այդպես եղել էր, ոնց որ, ուրեմն իմ ընկերները պիտի գային, ես որոշել էի, որ այդ օրը իրանց համար պիտի բան պատրաստեն։ Չլինի պաստա։ Պաստա կարբոնարա, այո։ Այդպես իմ առաջին դեպքն էր, երբ որ ես քանակապես բավական շատ մարդկանց համար եւ հատկապես իմ ընկերների համար շատ ոգևորված, շատ երջանիկ, մամային էլ ասել էի գնա տնից, որ ես ամեն ինչ պատրաստեմ, որ երեխեքը հավանեն, ինձ շատ լավ զգամ։ Այդպես պատրաստում եմ ժամերով, մինչեւ իրանք նկարահանումից կան իմ ընկերները, որոնց թվում նաեւ կար
այս անձնավորությունը ժողովուրդ ջան, որտեղ ես նայում, որ ժողովրդի հետ ես խոսում։ Ես էստեղ եմ նայում, դու կարաս էստեղ նայես կամ էստեղ։ Ժողովուրդ ջան, այս կլսեք պարտադիր, խնդրում եմ։ Հա, ու այդպես գալիս են նկարման երեխեքը, իմ ընկերները, նույն։ Ես իրենց այնց շատ այնց ժպիտով մի խոսքով պաստանք հյուրասիրում եմ, որ արդեն պիտի փորձեն սպասում եմ իրենց ռեակցիաներին։ Եվ մի հատ սրի կա, չլինի էդ մի սրի կա, այո։ Չէ, լավ, չեմ ասում մի ինչ, դուք կորոշեք, որովհետև իմ ընկերն է ամեն դեպքում։ Ուրեմն, սենց իմ կողքն էլ նստած է, սենց փորձում է ու սենց չի կարողանում կուլ տա ու դա ցույց է տալիս, որ ինքը չի, բայց անհնար է, էլի ես այդքան վատ։ Okay, հնարավոր է որ միջին սարքացնի, բայց այդքան վատ որ չկարողանաս կուլ տալ, ոչ։ Ասենք ոնց կուլ տալ։ Շատ վատն է, ժողովուրդ ընդհանրապես ամով չէ։ Մի քիչ ուշացել ենք մնացել սառել, ինձ դու որ դու ուտեք աղա մի բան լիներ, թունավոր։ Չէ, կատակեմ անում։ Իսկ իմ մյուս ավելի լավ ընկերները ասացին, որ համով է եւ կերան։ Շնորհակալություն, պատմություն այսքաններ ես գնամ։ Մի հիասքանչ պատմություն։ Ես ինչ հա, ժողովուրդ, դա մինուսն է, ես միշտ անկեղծ եմ։ Այդ անկեղծության հարց չի, բորա, դա նախ անտակտություն է, ներեցեք։ Սկսվեց։ Դա նախ անտակտություն է։ Եվ հետո դու գիտեիր ես ինչ կա, պատրաստ։ Եվ հետո այդքան վատը չէր կարա լիներ ու երեխեքը ուտեին։ Դե ինչ արած, Աստված իրանց հետ։ Հա, շարունակելով մեր թեման, ինչ ես կարծում, այս տանը գործանելու, պատրաստելու, այս թեմային անդրադարձանք, ինչ ես կարծում, աղջիկը պետքա որ իմանա եւ այդպես բաներով զբաղվի տանը, ու իրան պետք կամ պարտադիր բառը չեմ ուզում օգտագործել, պետքա աղջկան։ Այդպես ինձ համար յուրաքանչյուրին է պետք որ կարողանա, այսինքն աղջկա հարցը չի, տղան էլ շատ լավ կլինի, որ իմանա, որովհետև առասարակ համով պատրաստելը շատ լավ բան է, թե քո կողակցի համար, թե ընտանիքի անդամների համար, թե ընկերների համար, որ ասենք սիրեն իրանք հավանեն, որ ուրախ զգաս, ոչ թե նեղվես։ Բայց հարցս ինչին է, բայց մեր իրականության մեջ ընտանիքներում հիմնականում կինն է, չէ, ասենք պատրաստում։ Հիմնականում, եթե անկեղծենք 99% դեպքերում դες չի որ տղամարդն առավոտից եկուն ուտելու բան պատրաստում։ Այդ պրիզմայով որ նայես օրինակ ես կարծում եմ եւ ցանկալի է որ իմ կողակիցը իմանա լավ սարքել իմանա, հա, իմ համար նույնիսկ կարելի է ինչ որ տեղ ասել պարտադիր է, չնայած որ հիմա շատ մարդիկ կոմենտներում կարող է բոյկոտեն իմ դեմ, բայց դե։ Հա։ Եվ պարտադիր է, թե չէ, քո համար։ Հիմա նայ, սենց հարց տամ։ Սովոսկացիր, չասեցիր տենց էլ իմ հարցի պատասխանը։ Պարտադիր չի, որ ցանկալի է, որ իմանան պատրաստել, որովհետև եթե քո կողակիցը քեզ հարմար է, լավն է, սիրուն է, խելացի է, կարևոր է եւ այլն, բայց պատրաստել չգիտի, դու հաստատ իրան չես ասելու։ Հա, դե բնականաբար ստացվեց որ պարտադիր չի, ուղղակի ցանկալի է, դա լավ է, պլյուսիկ է, էլի կողակցի համար։ Այո, այդտեղ համաձայն չեմ, մի քիչ մենք շատ հարցերում համաձայն չենք։ Մի քիչ շատ ասես նուր փագալի, հա, ինչ որտեղ պարտադիր չի, ինչ որտեղ ցանկ, բայց Նայ, պարտադիր չի, որովհետև դուք առանց այդ պատրաստելու էլ կկարողանաք շարունակել ձեր կյանքը, կարող եք, չգիտեմ, 1000 տարբերակներ կա։ Պարտադիր ուրիշ բան է, պարտադիր է, որ իրար սիրեք, պարտադիր է, որ հարգեք, պարտադիր է, որ կարեկցեք, աջակցեք եւ այլն։ Հասկանում եմ, որ դրա մասին չէր ասածս, բայց մեկը տխուր կլինի։ Եկա այն ասածից, որ ցանկալի է ուղղակի։ Հա, ցանկալի է, բայց պարտադիր է նաեւ։ Օրինակ դուք ոնց ես պատկերացնում այս ամեն ինչը, քո մասնակցության, քո այսքան զբաղվածության հետ պատկերացնենք, չգիտեմ, Ամերիկոն, արդեն հա ընտանիքա կազմել եւ ամուսնացել ոնց ես համատեղելու։ Հիմա դες բաների մասին մտածում ես թե դեռ չէ։ Չէ։ Չեմ ասում ամուսնանալու մասին, օրինակ պատկերացնում ես քեզ ընտանեկան կյանքում։ Գուցե զարմանաս։ Ահա։ Բայց պատկերացնում եմ։ Ես իրականում շատ լավ մամա կլինեմ, որովհետեւ ես երեխաների հանդեպ հատուկ սեր ունեմ եւ ուշադրություն։ Իմ չէ։ Առասարակ մինչև իմը կլինի։ Եվ հա, ըստ ես լավ կին էլ կլինեմ, այնպես չեմ խորացել այդ թեմայով, հասկանում ես։ Երբեք չեմ խորացել, որովհետև չեմ մտածել այդ ուղղությամբ, բայց ինչը պիտի չկարողանամ։ Դե նոր չեմ ասում չես կարողանաս, ասում եմ ոնց ես պատկերացնում, եթե պատկերացնում ես, գնում ես երական պարկում ես, չես պատկերացնում, ասենք տենց թեմաներ ոնց կլինես դու, ասենք ինչ ոնց կուզես լինի, ոնց կուզես ապրես, ու նաև քեզ չանհանգստացնում են թեման, ինչ որ սկզբում հարցրեցի, որ միգուցե այսքան զբաղվածության եւ Միգուցե այսքան զբաղվածության հետ խանգարի անձնական կյանքին։ Այն ես մենակ մի բանն եմ մտածել։
որ ոչ թե խանգարի, այլ որ շատ դժվար կլինի զբաղվածությունը, իմ մասնագիտությունը եւ այլն համատեղել ընտանիքի հետ։ Ստերեոտիպների բախվում ես քո կյանքում կապված դերասանության հետ, կապված Օրինակ։ Դե օրինակ ստերեոտիպ կա, որի հետ ես շատ եմ բախվել, ու անձամբ ես չէ, որովհետև էս չի վերաբերում, չնայած ինձ էլա վերաբերում, որ մեր մասնագիտության մեջ բոլորը շատ ազատամիտ են եւ ինչ ասես անում են եւ կա։ Բախվել ես։ Այո։ Ոնց ես պայքարում դրա դեմ։ Իդեպ տենց չի, զուտ ստերեոտիպ է, ժողովուրդ ասեմ, միլիոն անգամ բոլորին հանդիպում եմ ասում եմ, չկա տենց բան, դու ոնց ես պայքարում դրա։ Չեմ պայքարում, իրանք ինձ որ երկու բառ հետս խոսում են, ասում են, որ այդ ստերեոտիպը օրինակ սխալ էր։ Վերջ։ Դու ունես հետևորդների մեծ լսարան, նկարահանվում ես հեռուստասերիալներում, մի խոսքով քեզ մարդիկ հետևում են տենց։ Այն օրինակ ինչ ես կարծում, դու իրանց ինչ-որ մի բան փոխանցում ես, թե չես փոխանցում իրանց ինչ-որ մի բան քարոզում ես ամեն դեպքում, անկախ քեզնից թե կանխամտածված թե չես քարոզում։ Իհարկե։ Քարոզում ես։ Չեմ քարոզում, անկախ ինձնից իրենք փորձում են ինչ-որ բաներ քաղել, որովհետև այսպես է, չէ, երբ որ մարդիկ սիրում են ինչ-որ արտիստի, նույն կամ սոցկայքերում հետևում են իրեն եւ այլն, իրենք հետեւաբար նայում են օրինակ ինքը ինչ ամենահեշտ բանն եմ ասում, ինչ կհագնի, ինչ կուտի, չգիտեմ, ինչ ձևա իր օրը սկսում, ինչպես է ավարտվում, բնականաբար իրենք ուզում են շատերը կան, որ ուզում են նմանվեն նույնիսկ, այսինքն դու ավտոմատ կերպով պատասխանատու ես մի տեսակ դառնում այդ երեխեքի առաջ, ես տենց եմ մտածում, դրա համար ես շատ զգույշ եմ բոլոր այն հարցերում, ինչի ես պիտի ցույց տամ հանրությանը, իմ կյանքի հետ կապված թեկուզ, նույն այդ սոցկայքերում, թե ինչ ես կցուցադրեմ, որովհետև իրենք խաղում են ավտոմատ, գուցե անգամ չհասկանան, բայց օրինակ եթե ինչ-որ մեկի, օրինակ ինձ այնքան է լինում զանգեն ինչ-որ երեխեքի ծնողներ ասեն, վայ, իմ երեխեն քեզ գիտես ոնց է սիրում, ուզում է քեզ նմանվի, քո աչքերի գույնից է ուզում, ասենց բաներ են ասում, հասկանում ես, իսկ իրենք բաներ են ասում, որոնք անգամ ինձնից էլ կախված չէր։ Ուր մնաց ինչ որ բաներ, որ ես հստակ իրենց ցույց եմ տալիս, որ իրանք տեսնեն, որ ես այսպես եմ անում։ Դրա համար պետք է շատ զգույշ լինել ու այդ հարցով էլ է պետք է տևական լինել, որովհետև դու ավտոմատ շատ մարդկանց համար ինչ որ մեկն ես, ում իրանք հետևում են ու գուցե եւ ուզում են նմանվել, չնայած ես կողմ չեմ դրան։ Ես կա տենց որ երևույթներ կամ չգիտեմ բաներ քո կյանքում որ հենց ինձ ցույց չես տալիս, որովհետև չես ուզի տեսնեն ու տենց մտածում ես որ վատ ազդեցություն կարող է ունենալ։ Չէ, որովհետև չեմ անում այնպիսի բան, որ վատ ազդեցություն ունենա։ Ինչ կա, օքեյ է։ Իսկ լավ, sense հարց տամ, դու մեդիայում եւ Instagram-ում կամ այստեղ դու այն մերին ես ինչ որ կա, թե ամեն դեպքում փորձում ես մի քիչ ուրիշ ձև լինես, որ այսպես ասած օրինակ ծառայես, շկոպիտ օրինակ։ Իհարկե փորձում, նայ, ես ինձ չեմ փոխում։ Այսինքն իմ տեսակը նույնն է։ Բայց փոխվում է, օրինակ, չգիտեմ, կեցվածքը, հայացքը, խոսելու տոնայնությունը եւ այլն, զուտ այդպիսի բաներ, ոչ թե իմ բնույթն է, իմ բնավորությունն է, կամ ես ցույց եմ տալիս, որ օրինակ ինձ համար սա ճիշտ չի, բայց իրականում ճիշտ է։ Այսինքն ես խոսում եմ այնպես, ինչպես իմ ներսում ես մտածում եմ։ Իսկ մանկուց երբ որ հաճախել ես ձերքի, ընտանիքի անդամները իմացել են, որ դու օրից մի օր դառնալու ես հանրային մարդ, հայտնի մարդ, զբաղվելու ես երգով, դերասանությամբ, թե ուղղակի մտածել են, որ լավ երեխան ուզում է երգ ենք տանում։ Երբ որ տարել են երգի, չեն մտածել պապաս մանավանդ, երբևէ չի մտածել, որ ես պիտի երգչուհի դառնամ, որովհետև չի մտածել, թե չի ուզել, որ չի ուզել եւ չի մտածել, հա, չի ուզել, հետեւաբար չի մտածել, որովհետև ինքը ինձ ուղղակի տարել է երգի, որ ես որպես երեխա չգիտեմ չկուն լինեմ, որ իմ սիրելի մասնագիտությունն այդպես զբաղվեմ եւ այլն, մինչեւ կմեծանամ արդեն ինձ կհանի երգից ու ուրիշ գծով կգնամ։ Հետո ուզում եմ որ արդեն այդ տարիքը գարեսա որ պիտի էլ չերգեմ, ըստ իրա։ Տենց մի հատ խնդրի առաջ է կանգնում, որ ես ասում եմ ես չեմ կարող չերգել ու դու ինձ կզրկես իմ ամենասիրելի բանից եւ հետո ամբողջ կյանքը զղջաս։ Կպրում եմ պապայիս թույլ տեղերին, հետո կողքից էլ մարդիկ ասում են կփոշմանեք հաստատ, որ հանեք երգից, հետո մտածեք, որ կարար լիներ լավ երգչուհի ու չեղավ։ Ոսկով կրվով, դավով, պապային սպառնալով։ Հա, մոտավորապես, այո։ Չէր ուզում, ինչի չէր ուզում։ Որ պապան եղել է շատ ուրիշ տարիներ առաջ, երբ որ ես բուջուր եմ եղել։ Իրենք փոխվել են ոնց որ ինձ հետ հավասար։
չես հավատա երևի, բայց այսինքն մինչև այդ իրենք մտածել են, որ օй ոնց կարող է աղջիկը երգի, իրան նայեն, ինչ որ անհասկանալի բաներ, չգիտեմ։ Բայց հետո ես հիմա տեսնում եմ ուրեմ եւ ինչ կետում եմ եւ ինչ երգում եմ թե ոչ եւ առասարակ ինչով եմ զբաղվում ու հիմա ես շատ ուրախ, շատ ցենց երջանիկ եւ հպարտ դեմքով կարող եմ ասել, որ ես զգում եմ, որ իրենց թե լավ են զգում, թե ուշադիր են այդ առումով, թե ամեն կերպ օգնում են, հասկանում ես, իրենք ինձ ամեն կերպ օգնում են, որ ես հաջող եմ։ Այդ երևի իմ հաղթանակն է։ Լավ, իսկ ինչ ես կարծում, այդ խստությունը ամեն դեպքում մեր իրականության մեջ շատ ընտանիքներում կա, տեղ ունի ինքը լինելու։ Ինչ որ առումով ինքը ճիշտ է, թե լրիվ համաձայն չես, որ նմանատիպ վերաբերմունք կա մանավանդ աղջիկ երեխաների քույրերի հանդեպ։ Ես կարծում եմ, որ ուշադիր լինելն է շատ կարևոր։ Ես կարծում եմ, որ հետևողական լինելն է շատ կարևոր, որպես ծնող։ Իհարկե, թե աղջկա, թե տղայի դեպքում, որովհետև դու շատ բարդ բան է։ Օրինակ ես միշտ մտածել եմ ոնց եմ դասյարկելու իմ երեխեքին։ Տես օրինակ դու ասում ես ուշադիր լինելն է կարևոր, բայց միգուցե որևէ մեկի համար ուշադիր լինելը հենց դա է, որ ինքը ուշադիր է, օրինակ ասում է, չէ, sense մի արա, նենց մի արա ու դա ավտոմատ դառնում է սահմանափակումներ։ Միգուցե ինչ որ մեկի համար դա է, բայց ինձ համար դա չի։ Տես, որովհետև ուշադիր լինելը չի խոսում նրա մասին, որ դու մաքսիմալ ճնշես քո երեխուն։ Այսինքն դա ճնշել ես համարում։ Ես համարում եմ, որ դա ճնշել է, որովհետև գուցե անգամ այդ երեխեքը չեն զգում դա այդպես, որովհետև իրանք հենց այդպես մեծանում են, հասկանում ես, իրանք մտածում են, որ դա է ճիշտ։ Կարող է հիմա ես եմ սխալ ըստ այդ մարդկանց աչքերում, իհարկե, բայց եթե իմ կարծիքն ես հարցնում, դա ճնշել է, որովհետև դու չես թողնում, չգիտեմ, երեխան օրինակ հագնի են սիրուն շորիկը, որը ինքը ուզում է այդ օրակնի, արդեն իր տրամադրությունը ընկնում է, չէ՞, օրինակ, արդեն ինքը չի լինում այնպես, ինչպես ուզում է, կամ չես թողնում գնա ինչ որ միտեղ, որտեղ իր ընկերներն են գնում, այդտեղ արդեն ինքը զգում է, չէ՞, ինչ որ ճնշում իրան ուղված։ Դե հիմա դու ասում ես ճնշում, բայց միգուցե ինչ որ դեպքերում ու շատ դեպքերում նաև տենց է ճնշումը, հա, բայց պետք է գործադրել։ Տենց դեպքեր լինում, ասենք, նայ, քո օրինակով ես բերում, բայց լիքը ուրիշ օրինակներ կան, օրինակ թեկուզ հենց այդ հագուստի հետ կապված, ինչ որ տեղ գնալու հետ կապված, ինչ որ շրջապատի հետ շփվելու հետ կապված, որ ծնողին կարա դուր չգա ու դա լավ լինի որ դուր չգա, որովհետև վտանգ է տեսնում, այնա ծնողը վտանգ է տեսնում, կամ չգիտեմ, աղջիկու երեխա է, հիմա ուզում է, չգիտեմ, տնից դուրս գա ընկերների հետ գնա գիշերը 3-ին, չգիտեմ, որտեղից տուն գա։ Հիմա բարձա որ միջին վիճակագրական հայրը կասի չէ, բայց ինչ պարտադիր է որ դա ճնշում համարվի։ Տես, դե դու խոսեցիր շատ ուրիշ մի հատ կողմից, ես ցենց գլոբալ էի խոսում, բայց բնականաբար կամ օրինակ այդ խնդիրն է կա, հիմա չեմ ուզում քարտու թվեմ, բայց կա այդ խնդիրը, որ հիմնական երևի ասենք 15 տարեկան, չգիտեմ 14 տարեկան, որ համայրը կիսամերկ տնից դուրս են գալիս։ Հիմա բոր, դե տես, այդ լրիվ ուրիշ թեմա է։ Վատ է, հիմա այդ մարդը ուզում է տենց հագնվի, բայց այդ լրիվ այդ իմ ասած ուշադրությունն է, այսինքն բնականաբար քո երեխան կարա ցանկացած բան ուզի այս կյանքում, դու բնականաբար ամեն ինչ ես, հա իհարկե բալես, բայց այդ եմ ասում, ուշադրությունը ինչու՞մ է կանում, որ դու ոչ թե ասես մի գնա այդ տեղը, այլ օրինակ ուշադիր լինես, թե ինքը ում հետ է գնում այդ տեղը, կամ օրինակ ուշադիր ես, օրինակ ուշադրություն դարձնես, թե ինքը որ ժամին է գնում, ինչ տիպի մարդկանց հետ է շփվում, ուշադիր լինել երեխու հանդեպ նշանակում է ամեն քայլի մասին տեղյակ լինել, բայց չասել ամեն ինչին մի արա այդպես, որովհետև որ դու գիտես օրինակ ինքը ում հետ է, ինչի է, ինչ պատճառով է, օրինակ թեկուզ հնարավոր չէ ինչ որ բան լինի, որ գիշերը 3-ին է պետք, կարևոր բան է հիմա, օրինակ, չգիտեմ, ընկերոջը պետք է օգնել, օրինակ եմ բերում, եւ հնարավոր որ երեխան սխալ օրինակ սխալ մարդկանց շրջապատում է, սխալ ժամի, սխալ տեղում։ Բայց ինչ եմ ասում, պետք է ուշադիր լինել, ոչ թե ու երեխուն ամենակարևոր բանը է, ստից, այս ամենասիրելի թեման է, պետք է բացատրել, ինչի ինքը չի կարող դա անել։ Այսինքն ու երեխուն չէ, նույն կողակցին, նույն, չգիտեմ, յուրաքանչյուրին ում դու ուզում ես ինչ-որ մի բան, որ ինքը չանի, պիտի հստակ, ճիշտ արդարացում եւ պատճառ լինի դրան։ Նույն ինձ, եթե իմ պապան, իմ եղբայրը, չգիտեմ, Այդքան էլ համաձայն եմ, բայց մասամբ Տես, եթե ինձ ասեն Դե եթե չի հասկանում, ասենք ես երբ որ երեխայի լիքը բաներ կար, որ ուզում էի անել, ինձ բացատրում էին ինչի դա պետք չի անել, բայց չէ, մեր տարիքում եմ ասում նաև։ Դե երեխաներից ենք խոսում, մեր տարիքում դա արդեն մի քիչ ուրիշ փոխվում է արդեն, հիմա Դե երեխա այդ ժամանակից է արդեն ես այն տարիքում եմ, շատ բաներ ոչ թե թույլատրում են կամ չեն թույլատրում, շատ բաներ զգուշացնում եմ, ասում եմ սենց եմ անելու կամ սենց է լինելու։ Հա, բայց լիքը բան գալիս է փոքր տարիքից, չեմ ասում 4 տարեկան, բայց ասենք 13
13, 14, 15 արդեն այդտեղից Այդ սկսում է։ տարիքում լիքը բաներ կա, որ ես ուզում եմ անել, ինձ ասում են, չէ, փորձում եմ բացատրել, չի հասկանում, խոսակցությունը հանգում էր այն կետում, որ այդ մարտիկ էլ ներվեր ունեն, չէ՞, թե վերջապես այդ կա չի երիկում, եւ հանգում էր այն կետում, որ ասում են, չէ, վեր, всё, ուղղակի չէ, գնա։ Ու լիքը հարցերում հիմա որ հիշում եմ, լավ էր։ Հա, բայց կարող է այդ տարիքում կարող է, բայց մեկը երբ որ դու մեծանում ես ու այդ քո մեջ արդեն նստած է լինում որ քեզ բացատրեն, դու ես օրինակ հասկացել եմ նախ միշտ, սկսենք այդտեղից, այդ քեզնից է եկել այդ խնդիրը, բայց դրանից հետո նույն այս տարիքում էլ թեկուզ դե նորմալ է, այս աղջիկ եղեմ, դու տղա մի քիչ պիտի տարբեր լինի մեր ապրելակերպը, բայց երբ որ ինձ ինչ-որ ման ասում են, ինձ չեն ասում, ասում ես չէ Տենց չի լինում, որովհետև նախ իրենք իրենց երեխուն մեծացրել են, դասյարակել են եւ յուրաքանչյուր հարցով վստահում են անչափ։ Այսինքն այստեղ արդեն խնդիր է գնում, եթե ինչ-որ մի բան էլ նախ ես չեմ անում այնպիսի բան, որը իրենք ասեն չէ, բայց եթե հանկարծ օրինակ, չգիտեմ, ինչ-որ այդպիսի ինչ-որ օրհասական բան է, պահա ստեղծվել եւ այլն, իրենք միշտ ինձ պիտի ասեն, մեր չէ, այս մի արա, որովհետև գիտես ինչ պահա սենց է։ Եթե իրանք ինձ դա ասին, ես կարող չանեմ, բայց եթե չասեն, ծնող լինի, ընկեր լինի, յուրաքանչյուր մարդ հասկանում ես, ով ինձ ուզում է զրկի ինչ-որ մի բանից, եթե դա չասեն, ես դա անելու եմ, որովհետև այսինքն ինչի պիտի չանեմ։ Դու ավարտել ես Երևանի պետական համալսարանը։ Վերջերս։ Որ բաժինը։ Չի հիշում։ Չէ։ Չի հիշում, որ բաժինը։ Ես գիտեմ, ուղղակի հարցրեցի։ Ռոմանո գերմանա։ Միջմշակութային հաղորդակցություն։ Ուզում եի անգլերեն ասել, հետո հասկացա, որ պետք է հայերեն ասել, մտաբերում եի հայերեն։ Մի հատ ասես միջմշակութային հաղորդակցություն։ Եվ պիտի ասենք աշխատեի թարգմանիչ։ Թարգմանիչ, դասախոս, առասարակային ամենը ինչ որ կապված է լեզուների հետ։ Ինչի՞ ես գնացել ընդունվել Երևանի պետական համալսարան եւ ավարտել միջ բաժինը։ Հա, դες նախ լեզուներն եմ շատ սիրել, մոռացա այդ թվում։ Շատ, բայց այնպես է ստացվել, որ ընտրությունը մի քանի համալսարանների միջև էր, ինչ պատճառներով չեղավ մեկը, չեղավ մյուսը, չընտրեցի մեկը, չընտրեց papan մյուսը։ Մեկը ես չընտրեցի մեկը papan ու մնաց տարբերակը այն որ ես լեզուներ եմ սիրում ու ամեն դեպքում դա եթե անգամ դրանով չաշխատեմ դա յուրաքանչյուր մարդու է պետք ինքնազարգացման եւ առասարակ կրթվելու համար եւ եթե ես ուզում եմ ինչ-որ բան, որը ինձ էլի կողքից հասկանում ես, ես ուզում եի նոր բան։ Որպես հասկացա, որ շատ լավ տարբերակ է ընդունվել այդտեղ ու չեմ փոշմանում կարելի ասել։ Լավ, վերադառնանք Մերի Քոչանյանին, երբ որ ինքը փոքրիկ էր։ Երբ որ փոքր էր եւ դեռ հայտնի չէր, դեռ չկար մեդիայում, այսպես ասած, ո՞նց էր պատկերացնում։ Պատկերացրել ես երբևէ որ դու հայտնի կդառնաս։ Իսկ ցանկություն եղել է։ Չէ, երբևէ չեմ հիշում, որ մտածած լինեմ դրա մասին։ Տես ոնց ա եղել, եթե այդպես ինչ-որ հստակ բան նշեմ, իմ առաջին երգը երբ որ արեցինք, տեսալովակը ոնց համոզեմ է, տեղադրեցինք YouTube, այնքան չենք սպասում այնք ինչ-որ հաջողություն կամ ինչ-որ այդպես ոգևորություն հնարավոր առաջացնի կամ մարդիկ լինեն, ովքեր կդիտեն, կսիրեն, մի քանի անգամ կլսեն կամ հայտնի կդառնա այդ երգը, հետո ինքը ուղղակի տեղադրեցինք, որովհետև հա, ես շատ սկսեցի սիրել դա երգել, արդեն papan համակերպվեց այդ մտքեր ու այնքան, որ ասեց, արի, դե քեզ երգ անենք։ Օգնեց ինձ իմ առաջին երգը տեսալակը ունենալ ու տեսա, որ միլիոններով դիտումներ ունի եւ ափսոսացի, որ առասարակ մոնետիզացիա չէինք միացրել։ Անկապ գնացին կորան միլիոններ։ Ամենայն անկեղծությամբ։ Սենց մի հատ հարց։ Որտեղ ես դու, որ չգիտեմ, ասենք, տանը ընկերների հետ շփվելուց թե աշխատանքի ժամանակ, որ ամենաազատն ես քեզ զգում, ամենաթեթև, ամենալավ վիճակում։ Տանը։ Ինչի տանը։ Տանը մենակ։ Ինչի մենակ, դե ամենաազատը, դե ամենաազատը, ամենահանգիստը, ամենաքո մտքերով դու լինում ես, երբ մենակ ես։ Այսինքն ընկերների հետ եմ ես շատ ազատ, ինչ որ տենց բան չկա էլի, ոյ չէ, որ ընկերներս են, այդ չէ։ Բայց եթե այդպես շատ խորացա էլի ես, հաստատ տանը մենակ մտքերով եւ ամեն ինչով ավելի ազատ ու ավելի հանգիստ լինում ես, երբ որ մենակ ես։ Երբեք չհասկացա։
Ես չեմ կամ ես տանը 2 ժամ մնում եմ ձանձրույթից սկսում եմ մանալ, արդեն սկսում եմ մտածել, զանգում եմ խարամարտկանց, որ մեկին տեսնեմ, չգիտեմ, մեկին գնամ օգնեմ գործ, մի բան անեմ, մենակ ես էլ եմ տենց անում, բայց գիշերը մնում ես չէ՞ մենակ քո հետ օրինակ ուզես չուզես, չես գնում ընկերների տանը քնես միշտ։ Չէ, ընկերների տանը։ Հա։ Այդ քնելուց առաջ մտքեր չես ունենում։ Քնելուց առաջ մտքեր ունենում եմ, բայց ամենը ասենց Հա, ոչ չի ասեմ որ դեռ հաճելի բա, որովհետև քնելուց առաջ մտքերը մի ինչ-որ տխուր դեպրեսիոն մտքեր են գալիս։ Հա, հաճելի չի, ես չես հաճելի, բայց ես ցույց երբ ես դու ազատ։ Ինչի մասն ես մտածում։ Այդ մտածում եմ քնելուց առաջ մենակ, որ։ Հա, բայց մի բան ասա օրինակ, որը կարաս բացայտես։ Թեկուզ այդ օրինակ, որ ասեցի մտածում էի, որ քիչ եմ անում։ Դա իմացանք։ Չէ՞, ման այդ մտածում էի, կամ ասենք Իսկ չի լինում որ ասենք պարկում ես քնելու, մեկ էլ տես միտքա գալի, որ կարող ամեն ինչ որ սխալ ես անում, այս կյանքում լրիվ ուրիշ բանով պիտի զբաղվեիր, տեսակ չի ստացվում լինում, հա։ Լինում է, բայց գիտես ինչ բա, ինքը շատ տհաճ միտք է, շատ։ Ոնց որ այդ գալիս է, ես փորձում եմ անցկացնեմ, եթե չի ստացվում անցկացնել, ամբողջ գիշեր չեմ քնում։ Նշեմ, որ ես 2 շաբաթ ամբողջ գիշեր չեմ քնում։ Այդ վերմակ տվեք ժողովուրդ։ Չէ, այսինքն շատ վատ միտք, այդ շատ վատ միտք է, էլի հասկանում ես, հետո որ ու իդեպ ես գիշերային մարդ չեմ, այսինքն ես սիրում եմ լույս, արև, սենց ու գիշերը ես տխրում եմ, բացահայտում եմ իդեպ այդ։ Ու ոնց որ այդ որովհետև գիշերը ամենատենց տհաճ մտքերը գալիս են, որ ընդհանրապես գուցե քո հետ կապել չունեն, բայց դու ցած մտածում ես, հետո առավոտյան որ զարթնում եմ, այդ չքնած թեկուզ այդ ամենից հետո մի ժամ քնած կամ զարթնում հասկանում եմ, որ չէ, մեր սխալ է իր մտածում գիշերը, անցանք։ Դա է, ուզում եմ մի քիչ ասում ես մենակ այդ մտքերի մեջ ասում ես մտածում եմ, բայց չես խորանում, ես շատ կուզեմ որ դու խորանաս թեկուզ ինչ որ մանրամասներ ինչ որ բան պատմես, նա ինչի համար, որովհետև բազում երիտասարդ հետևորդներ ունեն, միգուցե դա նրանց ինչ որ բանով օգնի, որ նրանք տեսնեն, օրինակ տեսեք, Մեի Քոչարյանն էլ սենց խնդիր ունի, սենց մտքեր է գալիս, ուրեմն երևի սովորական է, նորմալ է, որ մեր մոտ էլ է գալիս։ Նրանք մտածում ես, որ քո մոտ ոչ մի բան չի ստացվում։ Հիմա ես չեմ սիրում խոսել տենց բաներից, որ է։ Ես գիտեմ։ Հիմա դու սխալ բան ասացիր, երեխեքին հիմա, հա, երեխեք ջան, այո, ամեն ինչ մտածում ես, որ դու քիչ ես անում, որ դու վատն ես, որ դու այդքան էլ լավ օրինակ չես երգում, որ դու չես խաղում ընդհանրապես ինչի ես մասնակցության մեջ, կարող ընդհանրապես քեզ ուրիշ բան պիտի ուրիշ տեղ պիտի փորձեիր, ամեն վատ միտ գալիս է, բայց շատ կարևոր է այդ ամենից հետո զարթնել, ոնց որ լուսավոր օր սկսել եւ հասկանալ, որ այդ ամենը ուղղակի մտքեր են, որոնք քեզ օգնում են հաջորդ օրը, իրանց հետ եմ խոսում, որոնք քեզ օգնում են հաջորդ օրը ավելի մոտիվացված ու ավելի շատ բան անես, որովհետեւ ես միշտ այդպիսի գիշերներ ունենաց հետո հաջորդ օրը միշտ այնքան լինում է անգամ գիտես ինչ բա, որ ահա որ շատ առաջարկ եմ ունենում, ոնց է այդ ինչ մտածում եմ, որ սխալ է, չպիտի եւ այլն, բայց նախ երբեք չի եղել որ տենց ասեմ վերջ, այդ իմացեք, այդ երբեք պետք չէ այդ բառը, հա, այդ ամենից հետո մեկ էլ զարթնում այնքան զանգ առաջարկ, չգիտեմ, հանդիպում, գործ, այնքան բան եմ ունենում, հասկանում որ ամեն ինչ լավ է եւ ճիշտ տեղում եմ ես։ Իսկ ոնց է պայքարում, օքեյ, հասկացանք, որ այդ առավոտը զարթնում ես ու առաջարկները գալիս են, քեզ օգնում են, բայց դու ինքդ ոնց ես փորձում պայքարես այդ մտքերի դեմ։ Չի լինում պայքարել, այդ եմ ասում, եթե ինչ որ ձև չկա, հասկանում ես, ուղղակի պիտի այդ եմ ասում, երբ որ այդպիսի մտքեր գալիս են, դու պիտի փորձես մաքսիմալ շատ այդ մտքերին հակասես, այսինքն ինչ-որ բան պակաս եմ անում, ավել անես հաջորդ օրը, սխալ եմ անում, փորձես ճիշտը գտնես, բայց այդ ամենին հակասես, որովհետև եթե դու մտածես այդպես ու ոչինչ չանես դրա դեմ, ինձ թվում է քիչնես կհայտնես անդունդում, էլի։ Այդ է ուզում ասել, ես էլ եմ շատ բազում տենց մտքեր ունենում, ինձ էլ է շատ խանգարում, ես դե մերին կփաստի, ես հիստերիկ եմ այդ առումով ընդհանրապես։ Բայց իմ կարծիքով դա ինչ-որտեղ լավ է, որովհետև ոնց որ դու ասեցիր, եթե դրանք չլինեն քիչնես դեպի անդունդ, այդ մտքերը ստիպում են, որ մի բան ավել անես մյուս օրը, մի բան, չգիտեմ, ավելի լավ աշխատես քո վրա, ավելի լավը փորձես լինես եսին։ Հա, հաստատ։ Որ դե տենց մտքեր գալի լավ է, այդ մտքերով տենց տարապեք, ոչինչ մի գիշեր, հետո առավոտյան կերնեք, ավելի առույգ կլինեք եւ ավելի մոտիվացված կլինեք, մենակ մի թողեք որ հասնի նրան, որ կոտրվեք։ Հա, հաստատ։ Լավ, դե վերջում են ինչ որ մացած դրական էմոցիա, դրական լիցք, ինչ որ բան ասես ինչ խորհուրդ կտաս, ինչ կփոխանցես մեր հետևորդներին, մի բան ասա, սենց ու ավարտենք։ Okay։ Լավ բան ասա, որ
մարդիկ լիցքավորվեն։ Լավ բան։ Բարդ բունի մասը։ Լավ բան։ Ուզում եմ ասեմ, որ արի այդ հանձնվելու եւ չկոտրվելու թեմայով էլ հենց ավարտենք։ Մենք շատ այդպես ստացած լուրջ թեմաներից խոսեցինք, բայց այդ ես ուզում եմ իմանալ, որ եթե դուք ուզում եք ինչ-որ մի բանով զբաղվել եւ առհասարակ ուզում եք ինչ-որ տեղ հաջողել, պետքա պայքարել դրա համար եւ երբեք չհանձնվել եւ անգամ եթե ամբողջ աշխարհն է դեմ ձեզ, փորձեք իրենց ապացուցել, ամենակարևորը աշխատասիրությամբ ապացուցել, որ դուք կարող եք դա անել ու հավատացեք ձեզ մոտ ստացվելու, եթե դուք ինքներդ ձեզ հավատաք, ամեն ինչ լավ է։ Դե ինչ Ժորժ ջան, ինչպես ասում է Մերի Քոչարյանը, եղեք պայքարող, հավատացեք ձեր ուժերին, եղեք պնդաճակատ եւ համոզված եղեք, մեծ ցանկության դեպքում ամեն ինչ էլ ստացվում է։ Մերի ջան, շնորհակալություն, շատ հաճելի էր։ Դե կապի մեջ լինենք ժողովուրդ, կհանդիպենք մոտակա ժամանակներս։ Bye bye։